Բնական գազը վաղուց արդեն մեր կենցաղի անբաժանելի մասն է, սակայն դրա անվտանգ օգտագործումը դեռ մնում է խնդիր։ Ջեռուցման սեզոնը մեկնարկել է, ինչ խնդիրներ են առաջ գալիս, ինչ է պետք իմանալ սպառողներին, որպեսզի պահպանվեն անվտանգության կանոնները բնական գազի օգտագործման ժամանակ։ Այս ամենի մասին մենք կզրուցենք Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերության գլխավոր ճարտարագետ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Արտաշես Գաբրելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գաբրելյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Իմ խոսքի սկզբում ես նշեցի, որ ջեռուցման սեզոնը մեկնարկել է։ Իրականում ես ինչքան հիշում եմ, կա այդպիսի ժամանակային սահմանում, չէ՞ Հայաստանում։ Ես հիշում եմ դեռ փոքր երեխա է, խորհրդային տարիներին կար, երբ է սկսվում ջեռուցման սեզոնը, երբ ավարտվում։ Հիմա Հայաստանում երբ է սկսվում ջեռուցման սեզոնը, որպես այդպիսին, երբ է ավարտվում։ Նախ եւ առաջ շնորհակալություն ձեր տաղավարում հյուրընկալելու համար եւ ոնց որ նշեցիք, ջեռուցման սեզոնի մեկնարկին կարեւոր հարցերին անդրադառնալու հնարավորություն ընձեռնելու համար։ Այո, նման գաղափար կա եւ Հայաստանի Հանրապետությունում գազի ոլորտում տվյալ ժամանակահատվածը սահմանված է գազամատակարարման օգտագործման կանոններով, որը որ հաստատել է Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը, եւ այդ ժամանակահատվածը սկսվում է նոյեմբերի 1-ից եւ ավարտվում հաջորդ տարվա մարտի 15-ով։ Ինքը իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններում հնարավոր ձմեռային ժամանակաշրջանները եւ դրանով պայմանավորված, որ այդ ժամանակահատվածում Գազպրոմ Արմենիան իր պլանային աշխատանքները չի իրականացնում եւ պլանային անջատումներ մեր ազգաբնակչության մասով չի իրականացնում։ Դա բարձ էսենս դա է ուզում հարցնել, որ դա կապված է նաև մեր տարածաշրջանները, ճիշտ է Հայաստանը փոքր է, բայց եղանակային գոտիները շատ տարբեր են, օրինակ մի դպրոց ջեռուցել Աշոտսկի տարածաշրջանի մի գյուղում եւ ասենք Արարատի մարզի կամ Արմավիրի մարզի հասկանալի է, որ տարբեր բաների մասին ենք խոսում։ Իսկ կարող է ջեռուցման սեզոնը շուտ մեկնարկել, այսինքն ինչ որ ցուրտ գյուղում, հա, հյուսիսային, ծայրամասային հոկտեմբերի 15-ից, հա, այդ ջեռուցման սեզոնը, այս դեպքում ինչ որ դույժ տուգանք, ինչ որ սեզոնից առաջ ընկնելու խնդիր չկա, չէ՞, որպես այդպես։ Բացարձակ ոչ, նման գաղափար չկա։ Իհարկե ջեռուցման սեզոնը կոնկրետ տարածքի համար յուրաքանչյուր բաժանորդ ինքն է որոշում, իսկ ինչ վերաբերվում է տարբեր կազմակերպություններին, որոնք որ հնարավոր նաև պետական մասնաբաժին ունեն, ըստ ջերմաստիճանային տվյալների եւ կանխատեսվող ջերմաստիճանային ցուցանիշների հնարավոր է ավելի շուտ կազմակերպել իրենց ջեռուցման process-ները։ Պարոն Գաբրելյան, ես ինչքան գիտեմ, կա նաև ջեռուցման այդ ռեժիմի կամ ջերմային ռեժիմի հետևելու կանոն, այսինքն դիցուք դպրոցներում, նախակրթարաններում, ինչ-որ կրթական կամ այլ հաստատություններում ձմռան շրջանում պետք է որոշակի ջերմաստիճան պահպանվի, չէ, եւ պետք է դրա հանդեպ վերահսկողություն իրականացվի, չէ, նաև այդ կառույցը որպես այդպեսին կա։ Այո, բայց անկեղծ ասած դա Գազպրոմ Արմենիայի գործառույթներից դուրս է եւ Գազպրոմ Արմենիան իր գործառույթներում սահմանափակվում է կոնկրետ բաժանորդներին կոնկրետ առևտրային հաշվիչներով գազի վաճառքի կետով իր գործառույթները սահմանափակվում են։ Հնարավոր է նաեւ ներտնային գազասպառման համակարգերի սպասարկումը իրականացնում ընկերությունը, բայց կարծում եմ դրանց մասին չի խոսքը։ Հասկանալի է։ Հիմա ամենակարևորի մասին խոսենք այդ խախտումների, խնդիրների, թերությունների, խնդիրների, որոնք այս սեզոնին առաջ են գալիս, որոնք են դրանք հիմնականում։ Այո, բնական գազը մեր կենցաղում երևի թե ամենառիսկային ռեսուրսն է, որը օգտագործում են մեր բաժանորդները, դա կապված է թե այն հանգամանքով, որ բնական գազի արկայության պարագայում հնարավոր է փակ տարածքներում արտահոսքի դեպքերում ստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ, խեղդվելու վտանգ կա, ինչպես նաև թերարման արդյունքներում
առաջանում է այսպես ասած շմուլ գազը, CO գազը, որը որ մահաբեր է եւ անհրաժեշտություն առաջանում խստորեն պահպանել անվտանգության պահանջները, այսինքն արգելվում է ինքնական միացումներ, փոփոխություններ կատարել, արգելվում է ծխատար կամ օդատար ուղիներին փոփոխություններ իրականացնել, արգելվում է օդատար ուղիները օգտագործել որպես ծխատար եւ ինքնական սարքավորումներ օգտագործել սենքերում գազի տնտեսությունում յուրաքանչյուր հարցի կամ խնդրի պարագայում անհրաժեշտ է անհապաղ դիմել 104 վթարակարգավարական ծառայություն, որը շուրջօրյա է եւ անվճար ներտնային գազապահման համակարգում փոփոխությունների իրականացման անհրաժեշտության պարագայում դիմել Գազպրոմ Արմենիա Փակ բաժնետիրական ընկերության համապատասխան մասնաճյուղ կամ տարածքային տեղամաս։ Այսինքն ցանկացած վերանորոգման ներքին շինարարական աշխատանք, որը նախատեսում է բնակիչը եւ որը ենթադրում է, ասենք, գազասարքի ֆիզիկական տեղափոխություն մի տեղից մի տեղ կամ խողովակի հետ ինչ-որ աշխատանք, դա պետք է անպայման վերահսկվի համապատասխան ծառայության կողմից։ Այո, պետք է համաձայնեցվի։ Այդ ժամանակ հենց խախտում թույլ տրվի, չգիտեմ, խողովակի երկարության կամ ռետինե խողովակի երկարության, անհրաժեշտ է բոլոր փոփոխությունները նախապես համաձայնացնել տարածքային տեղամասի հետ, կատարել նախագծային փոփոխություններ, այնուհետև միայն կատարել շինհավաքակցման աշխատանքները, բացառապես մեն համաձայնեցված նախագծային լուծումներով։ Ես ինչքան գիտեմ, նաև օդափոխության հետ կապված որոշակի նորմատիվներ կան, չէ՞, օրինակ դռների այդ ներքևի հատվածում ինչ-որ բաց հատվածներ, որպեսզի այդ օդի տեղաշարժը օդափոխությունը ճիշտ իրականացվի։ Ես մասնագետ չեմ, բայց որոշ բաների թիրապետ։ Այո, մեր բաժանորդները շատ անգամ հարդարման աշխատանքներ իրականացնելիս, վերանորոգման կամ այլ շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերափոխում են ծխատար ուղիները եւ արդյունքում հնարավոր է քարշի խնդիրներ առաջանան սենքում կամ ընդհանրապես դեպքեր են գրանցում, երբ որ վերանում է քարշը։ Նման դեպքերում արգելվում է գազի օգտագործումը քարշի բացակայությամբ կամ քարշի պայմաններում։ Պարոն Գաբրելյան, մեր այդ թվարկած շատ խնդիրներից խուսափելու համար արդեն երկար տարիներ գործարկում է այդ համակարգը, այդ ազդանշանային անվտանգության սարքերը, որոնք ըստիս շատ էֆեկտիվ են, եթե դրանք մշտապես օգտագործվում են, բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ մարդիկ անտեսում են եւ անջատում են էլեկտրականությունից, արդյունքում այդ սարքը չի աշխատում, իր գործը չի անում եւ այստեղից էլ դեպքեր են լինում։ Այս մասով մենք նախ ինչ վիճակագրություն ունենք եւ կուզենայի նաեւ այդ սարքի աշխատանքի սկզբունքների մասին խոսեի։ Նախ նշեմ, որ անվտանգության ազդանշանային սարքերը, որ տեղադրվում է մեր ներտնային գազապահման համակարգերում բաժանորդների մոտ, իրանք անվտանգության տեխնիկական հավելյալ բաղադրիչ են եւ մեր ընկերության նախաձեռնությամբ եւ ջանքերով տվյալ պահանջը, տեղադրման պահանջը ֆիքսվել է Հայաստանի Հանրապետության նորմատիվայրավական ակտերով եւ դա դարձել է պարտադիր պայման տեղադրման համար։ Իշկանիշում եմ անվճար են, չէ՞ այդ սարքերը տեղադրվում։ Այո, այդ սարքերը տեղադրվում են անվճար եւ հանդիսանում են Գազպրոմ Արմենիա ՊԲ սեփականությունը, ինչպես ազդանշանային սարքերը, այնպես էլ վթարային անջատիչ կապույրները, որոնք որ տեղադրվում են բնակարան մուտք գործող գազատարի վրա։ Իսկ եթե շարքից դուրս է գալիս, փոխանակումը, փոփոխությունը դարձյալ անվճար է իրականացվում։ Սարք չի աշխատում, բերում փոխում են, դարձյալ դրա դիմաց։ Գազպրոմ Արմենիան իր արտադրական ծրագրերում նախատեսում է իր ռեսուրսը սպառող ազդանշանային սարքերի փոխարինում եւ պարբերաբար դա իրականացնում է։ Հայաստանի Հանրապետությունում տեղադրվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման եւ չափակցության ազգային մարմնի կողմից ստուգաչափված եւ հաստատված ազդանշանային սարքեր եւ
այդ գործընթացը իրականացում է Գազպրոմ Արմենիայի արտադրական ծրագրերի հաշվին միայն։ Մենք ինչ-որ վիճակագրություն ունենք այդ սարքերի հետ կապված, այսինքն դեպքեր, որտեղ հենց արձանագրվել է, որ սարքը միացված չի եղել։ Ես կարծում եմ դժբախտ պատահարների մեծ մասը հենց այս անփույթության հետ պետք է կապված լինի։ Այո, դժբախտ պատահարների ուսումնասիրության արդյունքում մենք տեսնում ենք, որ հիմնականում գերիշխող մասում բաժանորդների մոտ տեղադրված անվտանգության ազդանշան սարքերը անջատված են լինում էլեկտրական սնուցումից։ Իհարկե պատճառը դա չի, բայց դա հնարավորություն կընձեռներ կանխարգելել նման պատահարները։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, կարող ենք ֆիքսել, որ որոշակիորեն նվազում կա պատահարների դեպքերի, թունավորման դեպքերի կամ այլ պատահարների, որոնք բերում են ոչ ցանկալի հետևանքների, դա նաև խիստ կախված է կոնկրետ տարվա եղանակային պայմաններից։ Հիմնականում թունավորման դեպքերը գրանցվում են ձմեռային, հենց կարելի ասել ջեռուցման ժամանակաշրջանում, կախված եղանակային պայմաններից հնարավոր է դա քիչ լինի, շատ լինի։ Կոնկրետ այս տարի ունենք պատահարների նվազում անցած տարվա նմանատիպ ժամանակահատվածի հետ համեմատած ոչ զգալի, իսկ ինչ վերաբերում է թունավորի դեպքերին շուրջ 20% նվազում ունենք, բայց դրան հետ զուգահեռ ունենք մահվան դեպքերի որոշակի աճ գրանցած, որը որ հիմնականը պայմանավորված է ճամբարակում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ, որտեղ որ 5 անց մահացավ եւ եւս մեկը 2 օր հետո հիվանդանոցում։ Հիշում եմ այդ դեպքը։ Խնդիրը նա է, որ յուրաքանչյուր տարի համեմատել եւ համադրել նախորդ տարիների հետ անմիջապես այդքան էլ ճիշտ չի լինի, կախված հենց եղանակային պայմաններից, որովհետեւ հետո կախված նաեւ դրանից, որ ամեն տարի սպառողների թիվը ավելանում է, չէ՞, մենք անընդհատ նոր ինչ-որ գազաֆիկացված համայնքներ ենք ունենում, այսինքն եթե այսօրվա պատահարների տվյալները համեմատենք 10 տարի առաջվա, այդ պետք է նաեւ համեմատենք, որ այսօր սպառողների թիվը շատ ավելի մեծ է, քան 10 տարի առաջ է։ Ճիշտ եմ դրամաբանում։ Այո, միանշանակ մենք տարին ունենք շուրջ 10-12 հազար բաժանորդների աճ Հայաստանի Հանրապետությունում, տվյալ պահին ունենք շուրջ 800,000 բաժանորդ, բնական գազի բաժանորդ։ Պարոն Գաբրելյան, չի կարող, չէ՞ բնակիչը հրաժարվել այդ սարքերից։ Ոչ, Մասի չեմ ուզում ես դա պարտադիր պայման է հասկանալի։ Գազամատակարարում ապահովելու համար։ Այդ սարքերը գործում են թե մետանի, հա, այդ գազի արտահոսքի պայմաններում, թե շմոր գազի։ Իրանք ինչպես նշեցի, իրանք տեխնիկական հավելյալ անվտանգության տար են հանդիսանում եւ ազդանշան են տալիս սենքում բնական գազի արտահոսքի դեպքում որոշակի քանակություն կուտակվելու պարագայում, թերարման արդյունքում շմուլ գազի առաջացման կոնկրետ ծավալների պարագայում, ինչպես նաև ջերմաստիճանի, տվյալ դեպքում 70 աստիճան ջերմաստիճանից ավել գրանցելուց հետո։ Իսկ երբ որ գոլորշին է շատ, օրինակ, որովհետև երբեմն այդ տնային տնտեսուհիները ասում են ճաշ են եփում, ոչ շմոլը արտահոսք կա, ոչ գազն է անջատվել, բայց հանկարծ այդ սարքը գործում է, գազը անջատվում է։ Ոչ, գոլորշու վրա Ոնց է դա շատ զգայուն են այդ սարքերը, դրանից է դա լավ է, էլի։ Չէ, գոլորշու վրա իրանք ազդեցություն չունեն, գոլորշուց իրանք ոչ մի ազդակ չեն տալիս։ Եթե նկատի ունեմ, եթե գոլորշին ավելանում է թթվասնի քանակությունը, գուցե փակ տարածքում քչանում է, դրա հետ է կապված սարքի գործելը։ Չէ, բացարձակ, եթե ազդանշային սարքը աշխատում է, անհապաղ պետք է, եթե չենք հասկանում, թե որտեղից է արտահոսքը կոնկրետ բաժանորդի անփութության ինչ-որ որոշակի արդյունք չէ, պետք է անհապաղ զանգարել վթարակարգավորական ծառայություն 104 համարով։ Պարոն Գաբրելյան, առիթից օգտվելով, որ մեր հյուրն եք մի քան այսպես մասնագիտական, կարծում եմ շատերին հետաքրքրող հարցեր էլ ուղեմ, օրինակ տեսեք, հաճախ ասում են, որ այս մի տեղի գազը լավն է, այս մի տեղին է, այդքան էլ լավը չէ, այստեղ ճաշը շուտ են եփում, այստեղ ուշ են եփում։ Դա գազի, ինչքան հասկանում եմ, կալորիականության հետ կապ ունի։ Հայաստանի բոլոր բնակավայրերում նույն գազն է հենց։
Թե ինչ-որ միտեղ կարող ինչ-որ Հայաստանի Հանրապետություն գազ մուտք է գործում երկու ուղղություններից, հարավից եւ հյուսիսից, բնականաբար Ռուսաստանից եւ Իրանից բաղադրությունը որոշակիորեն կարող է տարբերվել, ինչպես նաեւ կառավարությունը։ Հիմնականում գազի ծավալների սպառում մեր մոտ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, որտեղ որ այդ երկու գազերի խառնուրդն է։ Երկու կողմից մատակարարվող բնական գազը համապատասխանում է գոստով սահմանված սահմանաչափերին եւ կենցաղում կարծում տարբերություն զգալ։ Այսինքն տնային տնտեսությունների այդ տարբերությունը ճաշ պատրաստելիս չէ, կարծում եմ տարբերություն զգալ իրատեսական չէ։ Նույն գազն է նաև ագրլիճկներում, հա, այդ գազալցականներում օգտագործվող գազը։ Այո, բաղադրությամբ իրանք նույնն են, կախված ագրլիճկն թե որ համակարգից է սնվում, հնարավոր է տարբերվեն միայն իրանց օդորիզացված կամ չօդորիզացված լինելով, բաղադրությամբ եւ ոնց որ նշեցի, կալորականությամբ նրանք տարածաշրջանով չպետք է տարբերվեն։ Պարոն Գաբրելյան, կա նաև ներտնային ծառայություն, չէ, որը հաճախակի, չասեմ հաճախակի տարին ինչքան հիշում եմ երկու անգամ այցեր է ունենում բնակարաններ, որտեղ երբեմն նաև այդ ծառայությունից ինչ որ չափով դժգոհություններ կան, կարծում եմ այդ դժգոհությունները ավելի շատ բնակչի հետ են կապված, որովհետև չգիտեն այդ մարդիկ ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն, բայց բարբերաբար վճար են մուծում այդ ծառայության դիմաց։ Գազպարման ներտնային համակարգի տեխնիկական սպասարկումը իրականացնում է AG Service ընկերությունը, որը հանդիսանում է Գազպրոմ Արմենիա Փակ բաժնի տերական ընկերության դուստր ընկերությունը։ AG Service ընկերության կառույցը։ Այո, տարին երկու անգամ իրականացնում է պլանային տեխնիկական սպասարկման գործառույթ, անհրաժեշտության դեպքում հնարավոր է հավելյալ այցեր իրականացնի նամանավանդ աշուն-ձմեռ ժամանակահատվածի նախապատրաստման ընթացքում, հավելյալ այցեր իրականացնի տարբեր հասցեներ, իրականացնի այլ միջոցառումներ։ Կոնկրետ այն աշխատանքը, ինչ որ իրականացնում է մեր դուստր ընկերությունը, սահմանված են տեխնիկական կանոնակարգերով, Գազպրոմ Արմենիա ՓԲ ընկերությունը իր հերթին սպասարկող անձի կողմից իրականացված ուսումնասիրությունների նկատմամբ հավելյալ վերլուծություն է իրականացնում, համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրենց հերթին իրականացնում են ուսումնասիրություն եւ մշտադիտարկումներ, վերլուծելով արդյունքները ընկերությունը հնարավորություն ունի հավելյալ վարչական որոշումներ իրականացնել անհրաժեշտության դեպքում։ Ես ճիշտ հասկացա, չէ, որ սպառողը կարող է, եթե ինչ-որ խնդիր է առաջանում, թե գազի արտահոսքի հետ կապված, եթե այդպես ինչ-որ ենթադրություններ կան, գուցե եթե այդ սարքը միացված չէ կամ չգիտեմ, կամ եթե ինչ-որ սարքի հետ կապված անսարքության գազ լավ չի վարում, գազօջախ, չգիտեմ, կարող է կանչ գրանցել, գազի տնտեսության հետ կապված ցանկացած հարցում դիմել այդ ծառայության։ Այո, հարց եւ խնդրի առաջացման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել Գազպրոմ Արմենիա զանգալով 104 համարով վթարակարգավորված ծառայություն։ Շնորհակալություն, պարոն Գաբրելյան, գուցե կես րոպեի սահմաններում, եթե ինչ-որ խոսք կա, եթե ինչ-որ կարևոր ասելիք կա սպառողներին եւ մենք չհասցրեցինք այդ մասին խոսել, համեցեք։ Ես կուզենայի հենց ջերմության սեզոնի նախապատրաստան հենց աշխատանքների շրջանակներում կոչով հանդես գալ մեր բաժանորդներին, խնդրել, որ օգտագործեն ազդանշանային անվտանգության սարքերը միացված էլեկտրոսնուցման ցանցին միմիայն։ Ամենակարևոր կոչը, ամենակարևոր պայմանները, որ այդ սարքերը միշտ միացված լինեն։ Այո, ինքնական սարքավորումներ չօգտագործեն կենցաղում, յուրաքանչյուր հարցի կամ խնդրի դեպքում զանգարել 104 վթարակարգավորական ծառայություն, լսել կարգավարի հրահանգները եւ ինքնական գործողություններ չանել, սպասել մինչև վթարային անձնակազմի ժամանումը։ Գազպարման համակարգի տեխնիկական սպասարկման ժամանակ սպասարկող փականագործից պահանջել, որպեսզի իրականացնի հրահանգավորում
տնային գազապատման համակարգի անվտանգ շահգործման վերաբերյալ։ Այսքանը հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ճարտարագետ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Արտաշես Գաբրիելյանը։